Բոլորս ամեն օր ինչ-որ տեղ ենք շտապում։ Մեկը աշխատանքի, մյուսը դասի։ Մեկը մեքենայով կամ ավտոբուսով, մյուսը ոտքով կամ հեծանիվով։ Մեկը հեռախոսով տարված, մյուսը ականջակալով բարձր երաժշտություն է լսում։ Եկեք հիմա սովորենք, թե ինչից պետք է խուսափել ճանապարհներին, որպեսզի ապահով լինենք։ Դրսում քայլելիս հեռախոսով մի տարվիր։ Այ եթե նա հեռախոսը գրպանում պահեր կամ պայուսակում, նա կնկատեր բաց դիտահորը և անվնաս կշրջանցեր այն։ Մայթերով քայլելիս հաճախ նկատում ենք, որ սկուտերներով և հեծանիվներով երթևեկում են հետիոտների համար նախատեսված ճանապարհներով, ինչը որոշ երկրներում արգելված է։ Քանի որ մեր երկրում երթևեկությունը աջակողմյա է, մայթերում նույնպես պետք է քայլենք աջ կողմով, որպեսզի խոչընդոտներ չստեղծենք մյուս քայլողների համար։ Իմ ընկեր, այսպես երբեք փողոց չհատես։ Նաև կարող ես տուգանվել։ Ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար 10,000 դրամի չափով։ Նա տարված երաժշտությունով չի էլ նկատել, որ հետիոտի լուսացույցը դեռ կարմիր է։ Փողոցում պետք է զգոն լինել, իսկ ականջակալները կարող են շեղել ուշադրությունը։ Հետիոտները նույնպես հանդիսանում են ճանապարհային երթևեկության մասնակիցներ։ Եթե հետիոտնային արահետը կարգավորվող է, այսինքն առկա է լուսացույց կամ պարեկ, համոզված եղիր, որ հետիոտների համար նախատեսված լուսացույցը կանաչ է, կամ հետևիր պարեկի հրահանգներին։ Չկարգավորվող հետիոտնային անցումներին տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը հետիոտնին։ Ցանկացած անցումով անցնելիս պետք է համոզվենք, որ մեքենա չի մոտենում։ Նոր հատենք փողոցը։ Երբեք չվազես երթևեկելի մաս գլորվող գնդակի հետևից։ Դա շատ վտանգավոր է և կարող է ստեղծել վթարային իրավիճակ։ Եթե հեծանիվ ես վարում, պահիր անվտանգության կանոնները, պարտադիր կրիր սաղավարտ, այն քեզ կպաշտպանի նման դեպքերում, և դու քեզ ավելի ինքնավստահ ու ապահով կզգաս։ Ամրագոտին չհամրակապած վիճակում երթևեկելը անվտանգ չէ, և կտրուկ արգելակելու կամ վթարի դեպքում կարող ես վնասել քեզ։ Ձեռքդ պատուհանից մի հանիր, առավելևս մարմինդ։ Ստիպված եմ կրկնվել, բայց դա նույնպես շատ վտանգավոր է։ Մեքենա նստելուց հետո և երթևեկությունը սկսելուց առաջ գցիր ամրագոտիդ, լրացուցիչ ստուգիր, որ ամրակցված է, և բարի ճանապարհ։ Տեսեք, ձախ կողմի կանաչ վերնաշապիկով քաղաքացին ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում ձեռքերը գրպանում կանգնած է, և հետևանքը… Կանգնած ուղևորները պետք է բռնվեն ձողերից կամ կախովի բռնակներից։ Երբ կրում ենք լուսանդրադարձնող անվտանգության պարագաներ, այն օգնում է վարորդներին ավելի լավ նկատել մարդկանց մթության մեջ կամ թույլ լուսավորության պայմաններում։ Դե ինչ իմ լավ բարեկամ, քեզ մաղթում եմ անվտանգ ճանապարհ։ Եթե հավանեցիր, անպայման բաժանորդագրվիր և սեղմիր հավանել կոճակը։ Առայժմ։